Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության թղթից հետո նորից անցել է Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների հռետորաբանությանը և այն նոր լարվածություն է առաջացրել Հայաստանի հանրության մոտ ու ներքաղաքական դաշտում։ Ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր ներկա Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալիճ չկա, բայց կա Գյոչալիճ, հոխորտացել է նա։ Ալիևի այս ելույթին վախենում է կարծես ուղիղ պատասխան տալ Հայաստանի իշխանությունը։ Սկզբում Օրբելի ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ըստ էության արդարացրել էր Ալիևին, կրկին մեղադրելով ընդդիմությանը, թե իբր ազգային ժողովի սեղաններին դրված Արցախի դրոշներն են մեղավոր։ Ինքը Ալիևը մեղավոր չէ, որ վտանգավոր ձգտումներ ունի։ Ասում են Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Ասում են, բա ինչ է միջև մի ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած։ Ասում են, դե եկեք մենք որ իրանք տենց է, եկեք մենք ասենք Գյոչա։ Եղել ասում են, դե որ ասին Գյոչա, եկեք ասենք բան։ Իրանք ասում են, տեսեք ասցին ջրական։ Եկեք ասենք, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Այսօր էլ լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է, թե սովետական քարտեզներն են մեղավոր, որտեղ Հայաստանի մի շարք տարածքներ ադրբեջանական տեղանուններ ունեն։ Ասել է Փաշինյանը, ըստ էության լիովին կիսելով ադրբեջանական իշխանության տեսակետը։ Եթե ցարական քարտեզներով գնանք եւ ինչու՞ միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական, այդ քարտեզներում ոչ Հայաստան կա, այսինքն Հայաստան կա, ոչ Հայաստանի Հանրապետություն կա, ոչ էլ Ադրբեջանի Հանրապետություն։ Իսկ ամենասարսափելին այն է, որ հասարակությանը չեն ներկայացվում իրական վտանգները, ըստ Բագրատյանի։ Պարզապես պետք է ասել, որ այն ինչ որ մեզ ասվում է այստեղ հայրենիքի պաշտպանության խաղաղության մասին, այդ բոլորը բլեֆ է։ Մեզ ծուտ են ասում։ Իրականում հարևան երկիրը պատրաստվում է պատերազմի եւ կարծես թե նրա հանրայնությամբ մենք պատրաստվում ենք այնպես անել, որ այդ պատերազմը նոր պատերազմը անպայման պարտվենք։ Ես այդպեսի տպավորություն եմ։ Նրանք ինքը ավելացնում են, մենք պակասեցնում ենք։ Եվ ես կասկածում եմ, որ դա փոխհամաձայնիվ է։ Հայաստանի ներկայիս վարչապետին նախորդած նախկին վարչապետերին լիովին հասկանալի է խաղաղության ձգտող, բայց այդ խաղաղության թղթի զորությանն անձամբ քիչ վստահող Փաշինյանի մարտավարությունը։ Խոսրով Հարությունյանի խոսքով հասկանալի չէ Հայաստանի իշխանությունները պարզապես հարմարվել են իրենց իսկ ստեղծած իրավիճակին, թե չեն ուզում ապավինել հուսալքված հասարակությանը, որը ցույց չի տալիս ապագայից իր ակնկալիքները։ Բայց հենց այս լռությունն է, որ խրախուսում է Բաքվին ավելի կոշտ ու սպառնալից հայտարարություններով հիբրիդային պատերազմ շարունակել տարածաշրջանում։ Խոսքը գնում է հետագալի մասին, մարդը բաց տեքստով, առանց թաքցնելու, խոսում է Հայաստանի հիմնական տարածքի ճնշող մեծամասնության նկատմամբ իր հավակնությունների մասին։ Սա հայտ է, պետք է միլիոն մտոք կույր, կամ շատ չցանկանալ այս պարզ իրողությունը տեսնել, այլապես այլ մեկնաբանություն հնարավոր չէ։ Դեռ անցած շաբաթ Հայաստանից անպատասխան մնաց նաև Միլի Մեջլիսում հնչած մեկ այլ վտանգավոր ելույթ։ Եթե մի օր Երևանից կլսեք Իլհամ Ալիևի ելույթը, իմացեք Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից, եւ դա կլինի մեր ամենամեծ վերադարձը, ասել էր նա նիստի ժամանակ, հայտարարել էր պատգամավոր Զահիդ Օրուջը։ Փաշինյանը սրտնեղած արտահայտում, թե Շոսի Շանհայանը համագործակցության խորհրդակցության ժամանակ էր, որ սրտնեղած ասում էր իր համար հասկանալի չէ Ադրբեջանի նախագահը ինչի նկատի ունի, երբ որ խոսում է ասում է Զանգեզուրի միջանց եւ այլն։ Ինչի նկատի պարզ բան։ Այլևս անցակույց Հայաստանը տարածաշրջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական որևէ նշանակություն չպետք է ունենա։ Իսկ դրա համար ինքը պետք է վերցնի Հայաստանի գրավի, Հայաստանի տարածքի ճնշող մեծամասնությունը։ Եթե կուզեք, հավանաբար իրենց պլանների մեջ Հայաստանը նախկին հիշում եք Ալեքսանդրապոլի պայմանագիրը 20 թվականի դեկտեմբերի 2-ի 10,000 քառակուսի կիլոմետրանոց տարածք, այ Հայաստան, ինչ-որ ասենք, առանց նույնիսկ սեփական ռազմական կարողությունների եւ այլն։ Սա է Ալիևի ցանկությունը։ Բաց տեքստով մարդը խոսում է, մարդը ասում է։ Էլ ինչ պետք է ասի, որ մենք հասկանանք, որ այդ մարդու խաղաղությունը պետք չի։
խաղաղություն իրեն պետք է գա այն ժամանակ, երբ որ Հայաստանը չի լինի։ Ինձ ամբողջությամբ կտնօրինի տիրապետի ամբողջ տարածքը հայկական Հայաստանյան։ Այդ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանն անավեշտնելու, որտեղ պատմական Հայաստանը ասիրած լուծել են ասել։